Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ զինծառայող է վիրավորվել, սակայն չի մանրամասնել, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Զինծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջական վիճակի եւ զինծառայողի այլ անձնական տվյալներ չեն կարող հրապարակել, քանի որ համապատասխան օրենքները անձնական տվյալների պաշտպանության եւ բժշկական գաղտնիքի մասին դա թույլ չեն տալիս։ Ազատությանը հայտնել է ռազմական գերատեսչության խոսնակը։ Մամուլի հրապարակումների համաձայն դեպքը տեղի է ունեցել Փամբակում վարժանքների ընթացքում։ Ադրբեջանում պետական այցով գտնվող Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուխամեդովն այսօր Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել է Շուշի։ Երկու նախագահների զբոսանքի տեսանյութը X-ի իր էջում հրապարակել է նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը, նշելով, որ այն խորհրդանշում է երկու երկրների բարեկամությունը, ընդհանուր մշակութային ժառանգությունն ու ռազմավարական գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը։ Բերդիմուխամեդովի գլխավորած պատվիրակությանը տեղափոխող օդանավը այսօր առավոտյան վայրեջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։ Հայդատի Ամերիկայի հանձնախմբի նախաձեռնությամբ հունիսի 23-ին ԱՄՆ կոնգրեսում կկայանա 1000 օր ազատ արձակեք հայ պատաններին հիմա խորագրով մամուլի ասուլիս նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանների ապօրինի պահման 1000-րդ օրվան։ Ասուլիսին կմասնակցեն մի շարք ամերիկացի կոնգրեսականներ եւ Ամերիկայի Հայդատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Կքննարկվի նաեւ կոնգրեսական Բրեդ Շերմանի օրենսդրական նախաձեռնությունը, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր հայ գերիներին եւ պատաններին, նաեւ այլ հայանպաստ օրենսդրական առաջարկներ։ Հունիսի 24-ին ԱՄՆ կոնգրեսի շենքում Բաքվի նախաձեռնող խմբի կազմակերպմամբ կանցկացվի վերադարձի իրավունք եւ ինքնորոշում, երկակի չափանիշներ եւ ընտրողական մոտեցումներ խորագրով միջազգային համաժողովը, հաղորդում են ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցները։ Կազմակերպիչների պնդմամբ սա ԱՄՆ կոնգրեսում անցկացվող առաջին միջոցառումն է, որը նվիրված է իրենց ձևակերպմամբ Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրականացված էթնիկ զտումներին։ Համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել 100 հազարավոր ադրբեջանցիների իրենց իբրև նախկին բնակավայրեր վերադառնալու իրավունքը։ Հայաստանում ադրբեջանական մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանության հարցերը, նաեւ այդ թեմաների շուրջ միջազգային մոնիթորինգի մեխանիզմները եւ ՄԱԿ-ի ուշադրությունը հրավիրելու հնարավորությունները։ Մեր ձևով շարժման անդամ Արեգա Հովսեփյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել ազգային ժողովի ամբիոնից հայտարարությամբ դիմել Իլհամ Ալիևին։ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարի ընդամենը մեկ նախադասություն. Իլհամ Ալիև, դու ստում ես, ադրբեջանցիները երբեք Հայաստանում չեն բնակվելու։ Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբակարակը հասել է Եվրամիություն X-ի իր էջում հայտնել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Նա նշել է, որ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի հետ քննարկել են Եվրամիության եւ Հայաստանի միջև կապերի խորացումը, ընդգծելով, որ կապակցվածության նորակարգը կօգնի հայ արտադրողներին ընդլայնել արտահանման աշխարհագրությունը եւ դուրս գալ նոր շուկաներ։ Քննչական կոմիտեն այսօր խուզարկել է Հայաստան Դաշինքի падգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանն ու ավտոմեքենան։ Արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու եւ գույքի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում են քննչական կոմիտեից։ Այն ինչ էին ասում, շնորհքով ներխուժել են, հա։ Օրենքի տարին համապատասխան։ Ինչ ասեմ, Ժողովուրդ ջան, այսքանը լավ մնացեք, էսի ես այս ամեն ինչին քննիչներին էլ է ասում ենք, ամեն առավոտ սպասում ենք ինչ-որ մի հատ ուժային կառույցի հերթական ապօրինության։ Բոլոր հնարավոր միջոցներով իրավունքները մեր պաշտպանելու ենք, իսկ եթե մեկը հույս ունի, որ սրանից ընկրկելու ենք, նահանջելու ենք, չգիտեմ ինչ, ուղղակի լավ չեն ճանաչում ու կարծում ես 7 տարվա 8 տարվա անցած ճանապարհը պետք է արդեն իրենց եզրակացությունները արած լինեին, էլի։ Երևանի ավագանու նիստն այսօր վերածվել է թեժ վիճաբանության եւ ծեծկրտուքի, իշխանական եւ ընդդիմադիր խմբակցությունները անդրադառնալով հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններին փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել, ընդդիմությունը խոսել է մանդատների գողության մասին, իսկ իշխանությունը հակադարձել է, որ ընդդիմությունը նման լեգիտիմություն չի ունեցել։ Բանավեճը հետագայում վերածվել է քաշքշուկի եւ փոխադարձ վիրավորանքների։ Նիստը դադարեցրեք 30 րոպեով։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ալի Բահրեյնին հայտարարել է, որ Շվեյցարիայում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցություններում լավ առաջընթաց է գրանցվել։ Նրա խոսքով առաջիկա օրերին կստեղծվեն երկու աշխատանքային խմբեր Իրանի դեմ պատժամիջոցների վերացման եւ միջուկային ծրագրի հետ կապված հարցերը քննարկելու համար։ Հաղորդվում է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը Քաթարի եւ Պակիստանի միջնորդությամբ համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնագրի հասնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Տեխնիկական բանակցությունները կշարունակվեն Շվեյցարիայի Բուրգենշտոկ հանգստավայրում։ Կողմերը նաև պայմանավորվել են Լիբանանում մարտական գործողությունների դադարեցման մեխանիզմի եւ Հորմուզի նեղուցով առևտրային նավերի անվտանգացման շուրջ հաղորդակցության ուղի ստեղծելու վերաբերյալ։